Ողջույն բոլորին, մեր մոտի քամու վիճակը նայեք, ահա որ ամբողջ գիշեր քամի, ուժեղ քամի, այո, ասենց հիմա այս պահին տենց չի զգացվում, բայց այն տպավորությունն է, որ սա տունը քշելու է տանի։ Այսօր կիրակի է, ես ու իմ ամուսինը հանգստանում ենք, ես այստեղ եկել եմ սուրճը, վերջի կումն եմ խմում, այդտեղ մի քանի գործեր ունեմ, սենց արջուկ, և էսի եմ ուզում վերջացնեմ, բայց թելս պրծնում է, այս երանգը, այսքանն է մնացել, տենց լիքը, տենց բաներից անուն ինչը հայեր են, ոնց են ասում, խոսքով, շատ սենց ճոխ ստացվեց, ես էլի պետք է էլի գործեմ, մի քիչ ես դատարկ հատվածներ լցնեմ, ուզում եմ մի երանգ էլ սենց այս հիմնական երանգից անցնեն, էլ թելս պրծնում է, չգիտեմ դեղ կունենամ, այլ դժվար, տենց ես այն գույներիցն է, որ մի հատիկով եմ առնում, որ տենց շատ չեմ օգտագործում իրանց, ավելի շատ կրկնակի 3 հատով, 2 հատով առնում եմ շուտ օգտագործվող գույները, սպիտակը, մարմնագույնը, շագանակագույներն են, բեյժ երանգը, տենց, որ դեղին երանգը, հա, տենց, որ շատ օգտագործում եմ մեղուներիս համար, իրանք 2-3 հատով եմ առնում, իսկ այս գույները, սենց, օրինակ սա էլ մեկ-մեկ սենց նայած սեզոնի, սրանով գործում են բաներ, դդմիկները իմ աշնան ամիսներին, այս պահին չէ, մի խոսքով, սենց այս երանգները վարդագույների տարբեր, տենց մի հատ եմ առնում, ժողովուրդ ես չեմ հասցրել ձեզ պատմեմ, որ ես մի օր արդեն գնացել եմ ջիմ, 3 չէ առաջի օրը, այսօր կիրակի է, ուրբաթ օրը գնացել եմ ջիմ և վերադարձել եմ սատկած, իրանք ընդեղ ուժային էլ են անում, տենց ծանրություն էլ են բարձրացնում բանի խոսքով ու անգամ հասցրել եմ վատանալ, այո, ինչ կա էդ եմ ասում, ձեզ այնց ոչ մի բան չեմ թաքցնում, ուրեմն զգացի, որ իմ վրա շատ սենց բաներ, սենց ծանրություն, չնայած, որ ասեմ սենց շատ բարդ բաներ եմ արել, չէ, ուղղակի երևի վաղուց չեմ արել նման սենց ոնց որ առանց դադարի սենց անընդհատ ինչ-որ սենց, երևի սենց մարմինս չդիմացավ ու ես իմ մոտ գլխապտույտ առաջացավ, անգամ էդ աղջիկը իմ ոտերը բարձրացրեց, որ ես ուշքի կամ ճնշումս ընկավ, բայց լավ եմ, սենց ամբողջ մարմինս ցավում է, բայց ես այնքան սենց ուրախ եմ, որ գնացի, առաջի քայլը արեցի, ծանոթացա, ամեն ինչ օքեյ է, տենց հաճելի մթնոլորտ է, շատ սենց բաց մարդիկ են, ընդհանրապես մեքսիկացիք տենց այնքան սենց բան են, սենց բաց են իրանք նոր մարդկանց էլի, չեն ասի օրինակ խոսքի դու նոր ես, բան մեր մեջ հլարի մի հատ քեզ հետ ծանոթանանք նոր, սենց այնքան սենց կատակասեր, այնքան սենց ազատ, քո հետ շփվում, ոնց որ 1000 տարվա ծանոթներդ լինեն, դու էդ ազատությունից, ոնց որ էդ վերաբերմունքից դու քեզ ոնց որ չես վատ զգում, որ դու առաջի օրը գնացել ես վատացել ես հակառակը,
Ես մտածում եմ, եթե մի քիչ երկարի բան անեմ, հեռախոսս չէի տարել, ճիշտն ասած, մտածում եմ իմաստ չունի տանեմ։ Այդենց գնամ երկու քայլի վրա է, էլի մեզանից գտնվում, արդեն որ ես սկսեմ մի քիչ ծանոթանալ, այնտեղ ցույց կտամ ձեզ, շատ հաճելի մարդիկ են, կանայք են մենակ, ու մտածում եմ, եթե երկարի, բետոյի գալու վախտերներ էլի, ասում եմ, մի քիչ սպասեմ, բետոն գա ինձ տանի տուն, բայց փառք Աստծո դզվեցի։ Ճիշտն ասած, տնագրուսկան մի քիչ երևի շատ էր իմ համար։ Հետո ինձ ասեց, լավ չես հաց կերել, պետք է լավ հաց ուտես, նոր գաս, ես էլ տեղյակ չեմ։ Առաջի օրն բան երևի տենց կերել էի, բայց թեթևի մեջ էի կերել, կարելի ասել։ Իմ մեղավորություններ։ Հա, ու մի խոսքով տենց։ Բայց այն որ սենց եկել եմ սաղ ջանս ցամը, այդ ճնշումից մի քիչ տենց լավ չէի, ես կոմ գլուխս տանդրացած էր, ճնշումս ընկել էր։ Տենց դրա համար չկապվեցի, բան չխոսեցի, բայց այսօր արդեն եմ որ սենց տանն եմ, տանից դուրս չենք գալու, բետոն գնացել է շուկա, եկել այնտեղ մի քանի մեր մշտական բանջարեղենն է գնել, ցույց նոր բան չկար, ցույց տալու։ Այսօր ուզում ենք գնանք Ավրերա, բայց վաղը կգնանք։ Ինչ-ինչ հանգամանքներով ուզում կստացվի։ Ու այսօր որոշեցի ձեզ հետ տենց պատմեմ, որ երեկ ամբողջ մարմինս ցավում էր, ոտերս, մեջքս, բայց ես ինձ շատ լավ էի զգում, հոգեպես ավելի շատ։ Ֆիզիկապես էլ իհարկե այդ ցավը կանցնի ժամանակի ընթացքում որ սովորեմ, բայց այն որ ես ինչ-որ քայլ եմ արել, ինչ-որ մի հատ մարզասրահ եմ գնում, դա մի հատ սենց առաջադիմություն եմ համար, դա ես չգիտեմ, շատ լավ է։ Պես որ չենք դադարում, առաջ ենք գնում, լսում եք չէ բանի ձայներ էդ, կտուրի ձայնը, էդ ամեն ինչից էդ քամուց, շատ ուժեղ քամի է, այդ է։ Ամեն ինչ լավ կլինի ժողովուրդ, որ գնամ այնտեղ սովորեմ արդեն մի քիչ տենց սովոր լինեմ, անպայման ձեզ հետ էլ կկիսվեմ, կխնդրեմ, ստում է չեն մերժի, որ ասեմ ալիք ունեմ բան տենց, ստում է չեն մերժի, այնպես որ տենց Տենց մարզասարքեր բան չկան, ավելի շատ ինքնանք գանտելներ են, տենց ծանրության, էդի լավա մկանների համար, մանավանդ 35-անց մարդկանց համար, պետքա մկան հավաքել, հա, մկանները ուժեղացնել, ու նաև ինչ-որ վարժություններ են, ինձ 2 կիլոանոց գանտելներ տվեց, դե նոր է ես, համել ես որ ինչ-որ խնդիր ունեմ առողջական, չուզեցա էլի շատ ծանր բարձրացնեմ, հետո կերևա, այսքանը, գնացի, բանանը կտրում ենք վերջապես, չեմ կարանակ հաղամ չնայած, վերևը բալկոնում էլ ունենք մի հատ, Ay, con cuidado. Así. Suelta la bolsita y el cuchillo, ¿verdad? Cierra. Gordo. Ya. Parado, ¿no? ¿Eh?
tardaron mucho. Hacerse. Ahí verán que. Así, ¿no? Ahí la ves. Mi gatita come papaya. ¿Tú comes salmón? No sé, pero miel come papaya. ¿Comes? ¿No? ¡Ey! No, es tuyo, cómelo. ¿Tú quieres comer papaya? ¿No quieres? Cómelo. Tú no comes, Nessa. Tú no comiste. ¿Qué? Ella es bien miedosa. Miel es vegetariana. ¿Quieres más? Sí, sí. Ողջույն բոլորին։ Մենք դուրս ենք եկել փեսաներին ավազառնելու, տենց մի քանի բաներ կարառնելու, արագի մեջ դուրս ենք եկել։ Հիմա դեռ չեմ պատմել այդ մասին, Մեքսիկայում իրադարձությունների մասին, տենց որ բահերկա դրա մասին մի քիչ հետո կխոսամ, երկար պատմություն է, բայց այդ երևի ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է կատարվում, իսկ եթե ոչ հաջորդ առաջիկայում կպատմեմ մի խոսքով։ Ուրեմն, քանի որ խանութները շատ շուտ փակում են, դեռ այդ վտանգի սենց հոտը մարդկանց բերանին է մնացել, մենք էլ շուտ գնացինք խանութ եկանք ու ես այստեղ Դելսոլ խանութից այս տետր եմ վերցրել, ակցիաներ է իրահագին, Դելսոլ խանութը շատ եմ սիրում, միշտ ակցիաներ է անում, միշտ ու տենց հավես բաներ է առաջարկում, տենց ոնց որ ասեղնագործած լինի ես նայեք, տենց ասեղնագործած է, չգիտեմ ճիշտ ասած ինչի համար եմ օգտագործելու իրան, բայց տոնա թող լինի, էջանշան ունի, տենց գծերով տետրա, բլոկնոտա, դուրը շատ եկա, տենց վերցրեցի, եսի 60 պեսա, ոնց որ 3 դոլար մի հատը, ինչ անում հայերենով, դրամով, ինչքան է լինում, երևի մի 1200 դրամ մոտավոր, հետո, այդ խանութում, ժողովուրդ վերջապես մեր քաղաքում, նու են բացի են, որ փորձել ենք այգում այդ շոկոլադը, որ շատ ահավոր համուն էր, մեր այդ խանութում, Դելսոլ խանութում Դուբայի շոկոլադ եմ բերել, մի պուճուր քանի գրամա, 90 գրամա, ու ես դրան վճարել եմ 5 դոլար, 5 դոլար ինչքան անում, դրամով, 2000 դրամ, ես սկան տվել եմ 2000 դրամ, ապրեսանի, okay, սա բետոն բարձանա, փորձենք, հացերուտում, տենց, սա վերջասնի բարձանա, ու ես ու բետոն փորձենք, իսկ այստեղ ունեմ իմ տիկնիկը, արդեն սրա վրա եմ աշխատում, այստեղ իր շորտիկը գործել եմ, սալմոիչի, ես նայ, քեզ ցելոֆան տամ, գնա, ես գնա, Վարցացել այստեղ, այ, գնա ցելոֆան խաղա, սենց շորտիկ ունի ինքը, և մնացել է իրա վերխը գործել, ու որոշ նախշեր անել, դետալներ, բան տենց, և որ դուրս կամ արդեն վաճարկի, էքսպոյի իրան կդենեմ արդեն վաճարելու, Այստեղ նաև այս էքսպերիմենտ է անում, արջուկներից եմ գործել, մի հատել ունեմ ընդեղ, սրանցից սպասեք, եկեք սրանից սկսեմ, որ ձեզ ցույց չեմ տվել սա վերջացրել եմ,
երևի մի քիչ աչքերը հեռու եմ դրել, պետք է մոտիկ էի դրել, բայց ոչինչ։ Եթե ժամանակ ունենամ, սրա մյուս գույներն էլ կգործեմ, մոռացել էի, որ սենց կարելի է գործեմ, մտածում եմ ինչ գործեմ, սրա մասին մոռացել էի։ Հետո սա եմ վերջացրել, պինգվինը, դինոզավրի հագուստով, բայց եւ որ գործելուց լինեմ նման պինգվիններ, այստեղ կան օրինակ, ասենք, տենց այլ կենդանիների հագուստով պինգվիններ են գործում, կա մեղու, կա նապաստակ, արջուկ, դինոզավր, մի խոսքով գործ ու որոշել էի սկսեցի գործել էքսպոյի ժամանակ ու այս երկու օրը վերջացրել եմ, ճիշտն ասած այդքան էլ դուրս չի գալիս այս թելով, մտածում եմ եթե գործեմ, սովորական բարակ թելով գործեմ, իստում ավելի սիրուն կլինի էլի, ավելի սենց հավաք կլինի, չնայած որ էսի էլի ինչ-որ քյութ է, սա էլ էսպես ու այստեղ ունեմ 3 հատ արջուկներ, սա առաջինն եմ գործել, սենց, էքսպերիմենտներ եմ արել, նայեք սա, հաջորդը սա եմ գործել, սա ավելի դուրս եկավ իր սխեման և հաջորդը սա եմ գործել ու վերջում սա դուրս շատ եկավ, քանի որ նայեք քիթիկը արդեն սովորական սենց ամիգուրումի համար քիթիկ եմ դրել ու մտածեցի այդքան քիթիկներ ունեմ, չեմ օգտագործում, դրա համար երևի մի քանի հատ էլ կգործեմ, բայց ուրիշ կենդանիներ կարամ գործեմ, օրինակ ասենք նապաստակ, ուրիշ երանգների փիսիկ կամ մի խոսքով տենց թելը դուրս է եկել ու տարբեր սենց սիրուն, ասեք, չէ, էսի տենց ոչինչ, էսի արդեն ամենասիրունն էր, մամայիս էլ ցույց տվեցի, ասեց, որ էսի ամենասիրունն ավելի տենց, սենց աչքերի կողմը այս մեկը սպիտակ թել եմ արել, բայց այդքան լավ չի երևում, չգիտեմ, երևի սենց կթողնեմ, տեսնենք։ Եվ ուզում եմ վերջացնեմ այս տիկնիկը և մի քանի մանր-մունր բաներ գործեմ, այծև, այսքան է ժողովուրդ, հեսա բետոն գայս շոկոլատը, թանգուկրակ գործենք, ասեմ իմ կարծիքը, արդյոք առնելու եմ, թե էլի թե ոչ, առաջինը և վերջինն էր, բայց ես ուզում եմ քաթայֆի առնեմ, այստեղ մեր մոտ օնլայն խանութում կա, կառնեմ, պիստակի մածուկ կա, մեր քաղաքում մի հատ խանութ կա գովազդեին անում, իր այջը ֆեյսբուքում բերեց, ավելի ճիշտ մի քիչ այս պահերը հանգստանան բան, տենց ավելի հանգիստ են, բայց մի քիչ ավելի սենց վստահություն ձեռք բերենք, կգնամ կամ էլ բետոյի հետ կգնամ այդ խանութ, պիստակի մածուկ կառնեմ, քաթայֆին, որ ունենամ, շոկոլադ և ես ինքս կսարքեմ։ Okay, իսկ այդ բանի դեպքերի պահով ինչ ա եղել ավելի մանրամասն, եթե տեղյակ չեք, եկեք վաղը լույսով ես մենակ լինեմ, կպատմեմ, Okay, բետոն եկավ, եկեք փորձենք։ Okay. Tengo que ver. ¿Son dos, yo creo? No, son como... ¿Yerko? No, dona. De calor. Շոքից մի քիչ հալվել է։ ¿No lo habrás todo, Eren? Не пика más fuerte. Está normal. A lo mejor hay que poner en el refri, ¿no? Para que sabe mejor. Pero no tiene así, está normal el sabor, ¿no?
Բայց ասում ես որ այդպես սպეციფიկ համ չունի, էլի, շորսը վաու համ չունի, նորմալ շոկոլադ է։ Այս մեջի բանը պետք է շատ է եղել։ Es que lo adentro no sabe mucha diferencia. Շատ չի զգացվում մեջի բանը։ Ոնց որ էս քաթայիֆի փոխարեն բան լցրած լինի։ Ինքը համո շոկոլադ է, como es un chocolate bueno, ¿sí? Pero nada específico. Nada especial. Քաթայիվը ոնց որ աղացած լինի, մեջը սենց այն շոկոլադները որ կան, այն վաֆլի, այն հատիկներով սենց խմորի բանի, ոնց որ դրանցից լինի ու ընդհանրապես չի զգացվում շուտ քաթայիվ։ Շատ մանր աղացած ինչ-որ բան։ Mejor yo compro քաթայիվի, lo que, ¿cómo se hacen? La pasta de este, pistache, chocolate y ya lo hacemos. Abel la vez arnem u patrastենք։ Բանամ դեմ։ ¿Cuántos? 99 pesos, ¿eh? Նկարը Yes, así, ¿no? Está diferente en el papel. Սառնարանում դնեմ մի քիչ առավոտեմ կոֆեի բանի կողմի։ Ay. ¿Estás poniendo en el refri? ¿Vas a bajar? Voy a bajar. Thank you. Acá. Աղջին բլերին, ուրեմն, ես, ձեզ մի բան եմ ցույց տալու հիմա, որ քանի օրա մտքիս մեջ է, քանի օր չէ ավել, շաբաթ, մի ամիս երևի, կամ այս տարին ինչ սկսել է, մտքիս մեջ է, եւ վերջապես ես այսօր իրականացրեցի։ Այնտեղ ես չկարողացա նկարեմ, բայց ես հիմա ձեզ ցույց կտամ իմ նոր տեսքը։ Ta-da! Okay, սենց ավելի է դուրս գալի ժողովուրդ, այն անկապը ներքևի են, չգիտեմ ինչեր է անցել են, մաքրվել է, կարելի ասել, շերտերը, սենց իրանք ինչ-որ չափով, սենց շատ կարճ կա, էլի, սենց ես մասերից հետևի հատվածից, սենց, բայց դե, հավասարվել է ու թողել եմ, որ երկարի, ու հետագայում կտեսնեմ շերտեր կտամ, թե կմնա ուղիղ, ինչպես որ իմ մազերը միշտ եղել է առանց շերտերի։ Դենց, ասեք, տեսնեմ ոնց է։ Սենց ավելի հեշտ կլինի իմ մազերը դենց արդուկել, այստեղ պետք է ներկեմ, հեշտ կլինի ավելի սենց ինչ-որ ստայլներ տալ, այնպես որ ասեք, Aquí estoy. ¿Corto? Te ves bien despeinado. ¿En la bici? ¿Está cortito? No. Ya, ni modo. No, yo te corcho. Pero se arregló, ¿no? Se agarró la forma. ¿Te gusta? Sí, pues ya que te crezca bien, parejo. ¿Ya?